Հետևիր սրտիդ ձայնին, այն քեզ ուզում է տանել անհայտ հեռուներ, վայելիր աշխարհի չքնաղ քաղաքներն ու արևոտ լողափերը նոր զգացողություններով, նոր համերով։ 2026-ը թող լինի հույսերի, մոտիվացիայի, նպատակների իրագործման տարի։ Եվ հիշեք, ամեն ինչ սկսվում է մեկ որոշումից։ Նոր տարին գալիս է նոր հնարավորություններով ու արկածներով։ Քո հաջորդ արկածը մեկ թռիչքի հեռավորության վրա է։ Travel with M 095 89 20 48 Բարև ձեզ հարգելի հեռուստատողներ, մենք շարունակում ենք մեր աշխատանքը պոլիտիկայի մեթերում, այս բան եզրուցելու եմ դեմոկրատական այլընտրանք կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյանից։ Շնորհակալ եմ պարոն Սուրենյան, վերաբերելու համար։ Իշխանությունները գնացին բացահայտ ապօրինության եւ անվավեր ճանաչելով որոշ տեղամասերում ընտրության արդյունքները, հա, ըստ էության խլեցին Բարգավաճ Հայաստանի 4 մանդատը եւ ունեցան 3-5-րդ խորհրդարանում, հա։ Այսպիսի ապօրինություն սպասելի էր, պարզ էր, չէ՞ որ իշխանությունները, բոլոր իշխանությունները օգտագործել են վարչական ռեսուրս, ինչ-որ ապօրինություններ են արել իրենց վերարտադրությունը կազմակերպելու համար, բայց սա կարծեք թե ընդհանրապես թքած ունենալու օրենքները հաշվի չառնելու դրսևորում էր ձեր գնահատականները։ Գիտեք, ես 95 թվականից բոլոր ընտրություններին տարբեր կարգավիճակներով մասնակցել եմ։ Ըստ էության Հայաստանում իդեալական ընտրություններ չեն եղել, երևի եթե անենք 1991 թվականի նախագահի ընտրությունները եւ 2018, ասենք, այն որ էйֆորիայի վրա են հա, եղել։ եւ 99 թվականի խորհրդարանական ընտրությունները որոշակի վերապահումներով եւ այո, այդ էйֆորիկ 18 թվականի ընտրությունները մնացած դեպքերում բազմաթիվ այլանդակություններ ես տեսել եմ, ինչ ասես տեսել եմ, բայց այն ինչ որ տեղի ունեցավ մի քանի օր առաջ, այդ արտառոց էր իր մասշտաբով, մատուցման ձևով, ցինիզմով, այդ կարգի խախտում արտառոց հաստատ չեմ տեսել, ըստ երևույթին դա մոլդովական մոդելի հայկական վերսիան էր, այդքան որ ասում էին մոլդովական մոդել, ինչ տարբերություն այնտեղ երկու կուսակցություն ֆիլտրեցին անունը թողելով քվեատ հերթիկներում, այստեղ էլ ուղակի հետընտրական ֆիլտրում արեցին, շատ մեծ տարբերություն չկա ըստ էության, եւ սա իշխանության յուրացման դասական դրսևորում էր ԿՀ-ի ձեռքով կամ պետական հեղաշրջման, ոնց կուզեք, ամենայն դեպս շարքային ընտրակերծարարություն չի։ Ազգային ժողովի խճանկարի վրա էական ազդեցություն ունեցող գործողություն է կատարվել, ԿՀ նախագահը եւ ԿՀ մյուս անդամները Նիկոլ Փաշինյանի իր անգով ինքնակամ ստորագրել են հանցագործ դառնալու բանի տակ, թղթի տակ, դա միանշանակ է։ Գիտեք, սպասելի էր, որ ինչ-որ միես կարգի բան տեղի ունենալու, բայց բոլորը կենտրոնացել էին նրա վրա, որ օրինակ ուժեղ Հայաստանի ֆիլտրելու են միջև ընտրական կամպանիայի մեկնարկը։ Իրանք ընտրեցին ավելի ստոր ճանապարհ, ըստ էության, այսինքն թողեցին քվեարկությունը եղավ։ Ես համոզված եմ, որ օրինակ եթե 4 տեղամաս պետք լիներ անբավեր ճանաչել կամ 5, այդպես էին անելու, առանց որևէ խնդրի։ ԿՀ նախագահի հետո տված բացատրությունը ընդհանրապես անհեթեթություն էր, տպավորություն էր, որ արդեն նրանք քննչական կոմիտե են կանչել, ինչ որ կրուծիտ անում, հա։ Հոդված էր գրել։ Դա առաջ անգամ եմ տեսնում, որ ինչ որ մարմնի ղեկավար օրենսդրի կարգավորումները մեկնաբանի։ Նույնիսկ սահմանադրական դատան է նման։ Այն ինքը կատարողն է։ Ինքը կատարողն է, լավն է այդ կարգավորումը, վատն է եւ այլն։ Տեսեք, խոսում է տակտիկական քվեարկության մասին, ցանկացած վերաքվեարկություն տակտիկական քվեարկություն է ենթադրում։ Ցանկացած։ Բա վերաքվեարկության ինստիտուտը բոլոր դեպքերում ենթադրում է, որ արդեն X թվով ընտրողներ իմանում են, գիտեն թե ինչ պատկեր է ունենալու։ Մեկ, երկրորդ մանիպուլյացիան էստեղ առանց տակտիկական վերաքվեարկության էլ ԲՀԿ-ն այդ բանը տեղամասերում անցողիկությունը անցել էր։
Այսինքն այդ տակտիկական Ես լսում եմ քաղաքացիական պայմանագրի ներկայացուցիչները ասում են այդ տվյալ, այդ տեղամասերի տվյալները ի սկզբանե ապօրինի են եղել։ այսինքն ինչով Որ Հիմա զինվորները տեսեք, այդքան ուշ մասնակցել են։ Ես բայց այդտեղ այդ ում չէ, այդտեղ պոզիտիվ կընդունեի, եթե պարտականությունն է։ Սուրեն Պապիկյանը եւ հրամանատարները ձերբակալված լինեին Այո, արդեն։ այդ ում պոզիտիվ պարտականությունն է զինվորների պատշաճ քվեարկությունը կազմակերպել է։ Զինվորների ծնողները չեն կարող կազմակերպել, օրինակ։ Կամ հենց իրանք զինվորները որոշեին, որ զբաղված են այդ Դիրքերից պիտի իջնեն այսին Ահա, ժամին։ չէ՞ թե ակնհայտորեն հələ կարող է հետո parzi, որ միտում էլ կա տեղ։ Այսինքն իրանք ձեռի հետ մի երկու տեղամասում տես բան են ստեղծել։ Պատկեր են ստեղ։ Պատկեր են ստեղծել, որը ստանրաժեշտության չեղարկեն ինչ-որ փորձ են ընտրությունների խճանկարի վրա ազդել եւ այլն։ Դե ավելորդ ասել, որ 101-րդ հոդվածը, որը շատ հստակ գրած է, ամբողջովին խախտել են։ Սահմանադրական դատարան իհարկե դիմելու ենք ուրբաթ-օրը, կարծեմ նույնիսկ 5 քաղաքական ուժ դիմում է այդ հարցով, տարբեր իհարկե պահանջներով։ Հիմա սահմանադրական դատարանը կգնա հանցագործների շարքերը լրացնելու ճանապարհով, թե ինչ-որ որոշի այնուամենայնիվ օրենքի գերակայությունը պահպանել։ Գիտեք, տրամաբանությունն ու իրավապաշտությունը ստիպում են լավատեսական տրամադրություններ ունենալ, բայց անկեղծ ասած ես հեռու եմ այն մտքից, որ սահմանադրական դատարանը կարող խիզախել։ Ամեն դեպքում ամեն ինչ կախված է լինելու Նիկոլ Փաշինյանի քաղաքական կմաճույքից։ Պարոն Սուրենյաց, որքան էլ որ ընդդիմությունը ծանր վիճակում է, մի կարևոր արձանագրում կար, որը ընդդիմությունը նոր ուզում է խոսել։ Առաջին օրից ես խնդրել եմ, ասել եմ, այս սրա վրա կարևոր է ֆիքսել, որ Նիկոլ Փաշինյանը 50+ չունի, 50- ունի։ Այսինքն իր օրակարգերը հանրային աջակցություն չունեն, սա կարևոր արձանագրում էր։ Եվ հիմա կարծեք թե ընդդիմությունը ուզում է դրա մասին խոսել այն ֆոնին, երբ որ Արևմուտքը իր գործակալական ցանցով հասկանալով, որ այդ օրակարգերը չունեն սպասարկում, խոսում են վերաքվեարկության մասին ամբողջ հանրապետության տարածքում եւ կարծեք այդ առումով այդ թեմայով եւս սահմանադրական դատարան դիմում լինելու է, որ լինի վերաքվեարկություն, իմ ընկալմամբ իրենք ուզում են առնվազն 50+ ստանալ, որպեսզի այդ օրակարգերին աջակցության պատկեր լինի։ Հիմա երբ որ որևէ իշխանություն չունի 50+ աջակցություն, ինքը կարող է այդ օրակարգերը առաջ տան։ Լավ, գուցե փորձի, բայց արդյոք հնարավոր է այդ օրակարգերը։ Գիտեք, եթե օրակարգերը եվրոպական երկրում ապրենք, գուցե, որովհետև այնտեղ մասնակցությունը ցածր է, առաջատար կուսակցություններն էլ կարող են այդ փոշիացած ձայների հաշվին գոյաբանական խնդիրների առաջ չեն կանգնած այդ խնդիրները, երկրները, հետո այնտեղ խնդիր էլ չի մի 6 ամիս հետո նորից արտահերթ ընտրություն անել։ Ես հարցս հստակ խոսքս կառավարության ձևավորման մասին չի։ Մարդ ասել է խաղաղության օրակարգ։ Հենց այդ եմ Մարդ ասել է թրիպ։ գալիս է այդ հարցը։ Ալիևը ասել է ներողություն, Ալիևը ասել է, որ ես ուզում եմ հայ ժողովրդի հետ պայմանագիր կնքել, ոչ թե Փաշինյանի հետ։ Հիմա 50- դա հայ ժողովուրդը չի։ Չէ, այս կոնտեքստում իշխանության ճգնաժամը միայն խորանալու է այս էլեկտորալ պատկերով, իսկապես հարցը դրա համար եվրոպական օրինակը բերեցի, որ հետո արձանագրեն, որ ստանդարտ իրավիճակում չենք, խոսքը կառավարություն ձևավորել չձևավորելու մասին չի, խոսքը նույնիսկ 3-5-րդ ունենալու մասին չի, որը թույլ կտա ինչ-որ օրենքներ փոխել, սահմանադրական եւ այլն, նույնիսկ հանրաքվեի մասին օրենքը կարող են փոխել, մի կերպ ասենք Ադրբեջանի պահանջը այլ ձևով կատարել։ Ամբողջ խնդիրն այն է, որ ակնհայտորեն այս արդյունքները մտորելու, խորելու տեղիք են տալու թե Բաքվում, թե Անկարայում, թե արևմտյան կենտրոններում, որովհետև ակնհայտորեն նրանք տեսնում են, որ այն բարդ խնդիրները, որ դրված է Նիկոլ Փաշինյանի իշխանության առաջ, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կատարել չի կարող այս բագաժով, լեգիտիմության ու վստահության այս ճգնաժամով, որովհետև հասարակական կոնսենսուս չի կարող ապահովել։ Իսկ ինչ են իրանից ակնկալում այս ընտրություններում իր պատրոնները։ Մեկը ադրբեջանիզացիա է Հայաստանի պատկերացնում, բայց ակնհայտորեն տեսնում է, որ Փաշինյանը չի ներկայացնում Հայաստանը կամ առնվազն նրա մեծամասնությունը, օրինակ Հաջիևի այցը Դիլիջան հենց ԿՀ-ի ամփոփումների օրը շատ նման էր Սմատրիաշիի մտահոգությանը եւ համոզվելուն արդյոք
Դա վերահսկում է իրավիճակը երկրում, թե չպատահական չի, որ այդ օր երկու կասնային որոշում հենց այդ օրը կայացավ, ԿՀ որոշում է ապօրինի եւ Քոչյանի հետ կապված են բեմականացումը Զվարթնոց օդանավակայանում։ Արևմուտքը ենթադրում էր, որ Նիկոլ Փաշինյանը հանրային որոշակի կոնսենսուս պիտի ձևավորի Հայաստանի հակառուսական պլացդարմի վերածվելու ուղղությամբ, բայց հիմա սա էլ շատ անիրականանալի խնդիր է թվում, հատկապես որ գնալով գյուղացիական տնտեսությունները փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչները ընդհակառակը ավելի մեծ դժգոհությամբ են լցվում կառավարության հանդեպ։ Եվ վերջապես որտեղ է հաղթել Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլ ավելի բարձր ցուցանիշ ստացել, ավելի բարձր ցուցանիշ նա ստացել է գյուղական համայնքներում, փոքր քաղաքներում, տարեցմարկանց շրջանում։ Ակնհայտորեն մյուս կողմից սրանք անկախ նրանից, որ Նիկոլ Փաշինյանին են ձայն տվել, հասարակության ավելի պահպանողական շերտեր են եւ երկարաժամկետ կտրվածքով նրանց օրակարգերը Փաշինյանի հետ կապված լինել չեն կարող։ Սան ճիշտ հակառակ ավելի ներառական եւ ակտիվ զանգվածները ըստ էության ավելի քիչ ձայն են տվել Նիկոլ Փաշինյանին, քան այդ պաշտոնական թվերն է։ Եվ այս ամեն ինչը խորելու տեղիք է տալիս, բայց ես չեմ կարծում Նիկոլ Փաշինյանը համարձակություն ունենա վերաքվեարկության գնա, նույնիսկ ընդդիմության այս ջախջախված վիճակում։ Հիմա կգանք ընդդիմությանը։ Ընդդիմությունը ցուկ սվանգային վիճակում է։ Որովհետև գիտեք, ինչքան էլ մենք իշխանության սրիկայությունը հասկանում ենք, տեսնում ենք։ Ակնհայտ է։ Բայց օրինակ նույն այդ անվավեր ճանաչելու հետ կապված եղել է ընդդիմության առաջարկը։ Նաև, որ այդ տեղամասերում անվավեր ճանաչվի քվեարկություն։ Չէ, անվավեր Հիմա ճանաչելի չի։ պարզ է, անվավեր ճանաչվել է, վերաքվեարկության չգնալու պահով ապօրինություն է գնացել։ Այո, Իշխանությունը։ այո։ Բայց լավ, ընդդիմությունն էլ կարող է, չէ՞, մի քիչ քաղաքագիտորեն, քաղաքական տրամաբանության մոտենալ, հաշվարկել, մաթեմատիկա օգտագործել։ Չէ, ընդհանրապես ընդդիմությունը գլոբալ շատ լուրջ անալիզի անհրաժեշտություն ունի, որովհետև իշխանության այլանդակությունները իր հերթին, բայց մենք չենք ուզում խորենք, մտածենք, վերաիմաստավորենք, ինչի ամենից sense եղավ։ Այնուամենայնիվ առնվազն 400-ից 450 հազար ձայն կայուն իշխանությունը կարողացավ ունենալ, իմ համար 200-ից 250 հազար ձայնի ծագումնաբանությունն է, դերևս անհասկանալի իշխանության ստացած, այդ գուցե հետո ինչ-որ փաստերի եւ հանգամանքների այդ գալուն զուգահեռ հասկանանք ինչ տեխնոլոգիա են կիրառել, բայց ընդդիմության համար սա մխիթարական չի։ Իհարկե ավելի էֆեկտիվ մասնակցություն ա եղել, քան 2021-ին ընդդիմության ձայների առումով, համամասնության, բայց կարող ավելի փակուղային վիճակում է նույնիսկ այսօր ընդդիմությունը, քան 2021 թվականին։ Չէ, սա մի իրավիճակ է, որտեղ եւ ընդդիմությունը եւ իշխանությունն է փակուղու մեջ, այսինքն իշխանությունը 50+ չի ստացել, ընդդիմությունը իշխանություն չի կարողացել վերցնել։ Ու այն դեպքում, երբ որ ընդդիմադիր գլխավոր ուժը քանիցս հայտարարել է, որ պլան B չունի։ Ընդհանրապես այդ հայտարարությունը ապաքաղաքական հայտարարություն է, արդեն քանի անգամ ենք դա քննարկել, եթե ասել որ դա քաղաքական ուժը ասում է, որ ինքը պլան B չունի, ինքը նույն բանին դադարում է քաղաքականությամբ զբաղվելուց։ Հիմա դրա համար այնտեղ շատ բարդ վիճակ է։ Այն նշած օրը շատ բարձր սահմանվել է, եւ հիմա ցանկացած քայլ մարտավարական բնույթի իմիջային եւ այլ կորուստների է բերելու։ Արդեն հարվածել է Արդյոք ընդդիմության։ կարող է ուժեղ Հայաստանը կառավարել այդ ռիսկերը, ես չգիտեմ։ Ես իսկապես չգիտեմ այդ ռիսկերը կարող։ Այստեղ հարցը մանդատ վերցնել չվերցնել չի, դա հավատացեք 10-րդական հարց է եւ բխելու է այն ռազմավարությունից, որ դու ворթեգրում ես։ Օրինակ ես միշտ դեմ եմ եղել այդ մանդատներ չվերցնելու։ Միշտ։ Եթե պատրաստ հեղափոխական սցենար չունես այդ պահին, մանդատ չվերցնելը կարա բերի մարգինալացման։ Բայց մյուս կողմից մանդատ վերցնես գնաս ինչ-որ կոմֆորտ ապահովելու քո համար ու իշխանության համար։ Դա էլ ճանապարհ չի, եթե պարփակվելու ես մենակ այդ խորհրդարանական բանի մեջ։ Դրա համար հիմա
Արդյոք իրանք ռիսկերը հաղթահարելու այլընտրանքային մոտեցումներ ունեն, օրինակ ուժեղ Հայաստան։ Ինչ եմ իրանց մասին հատկապես ասում, Ու գլխավոր ուժը իրանք են։ գլխավոր ուժը իրանք են եւ քաղաքական պատասխանատվության տեսակետից առաջին հերթին իրենք հարցերի պիտի պատասխանեն։ Հայաստան դաշինքը անստի թե չանստի Բարգավաճ Հայաստան կուսակցությունը իրանք ավելի նվազ քաղաքական պատասխանատվության գրող են, ի վերջո իրենք հենց համամասնության տեսակետից չունեն քաղաքական պատասխանատվության այդ չափաբաժինը։ Այս իմաստով իհարկե մենք մի քանի զարգացում ունենք կամ կողմերից մեկը մյուսի տակտիկական սխալի հաշվին դուրս է գալու փակուղուց, օրինակ տեսանելիորեն Նիկոլ Փաշինյանը հետընտրական փուլում էլ ամեն ինչ տանում է սրման, դեռ ինքը շատ արագ ուզում է այս ընդդիմության եւ նրա առաջնորդների հարցը լուծի, չխորշելով ամեն այլանդակությունից, խնդիր չկա, կալանավորել, արդեն հիմքեր են ստեղծում ընդդիմադիր կուսակցություններից որոշ կուսակցությունների գործունեություն կասեցնելու կամ փակելու համար, գուցե բեսպրիձելով գնան նրան, որ ընդդիմադիրներին խորհրդարան չթողեն, ամեն ինչ էս ամեն սցենար հնարավոր է։ Գուցե Նիկոլ Փաշինյանը հաշվարկել է, որ նոր ստատուս քվո ստեղծելուց հետո, ասենք մի տարի հետո նորից գնա ընտրությունների, չգիտեմ։ Հիմա տեսանելի չէ որ հիմա կուզեն։ Հիմա ինձ թվում է ինքն էլ է նույնիսկ այս վիճակում, երբ որ ընդդիմությունը իսկապես խոցել է վիճակում, ինքն էլ չի համարձակվում գնա այդ քայլին։ Ինչքան էլ վաբանկային խաղացող լինի, ինքն էլ թերևս վախենում է, որ դա կարող է իր թիմի կամ պետական համակարգի մի մասի կողմից որպես նահանջի բան ընկալվի։ Իսկ դա բերելու է բանի, չէ, դեմոտիվացիայի անկանխատեսելի հետևանքներով։ Բայց որ Չէ, բայց եթե իր օրակարգով է գնում նոր ընտրության, ասում է սիրելի ժողովուրդ, օրինակ, ես իր խոսույթը կրկնեմ։ Պատերազմի եռագլուխ հրեշին մենք պետք է վերջնականապես ոչնչացնենք, գնում ենք վերակեվարկության, այս մարդկանց դուրս ենք թողնում։ Դենքը որոշել է դա ուրիշ ձևի։ Չէ, սա ինչու եմ ասում, որովհետև այս դեպքում ընդդիմությունը ռեալ խնդիրներ ունի։ Ինչու՞։ Որովհետև մինչև հունիսի 7-ը ուժեղ Հայաստանն ու Սամվել Կարապետյանը այլ ընկալում ունեին։ Քաղաքական միֆոլոգիայի Այո, կար միֆ, որ այս մարդը մի բան գիտի, վիրավորական իմաստով չենք ասում։ Չէ, լավ, իրավիճակի օբյեկտիվ գնահատում, ամենայն հարգանքով Սամվել Կարապետյանի նկատմամբ։ Կար, այսինքն կար չբացահայտված կերպար, որը դու չգիտեր իրեն ոնց է դրսևորելու։ Դա ֆիլմերում էլ հայտնի է, այսինքն կա մի կերպար, որից կա ուժեղ սպասում, հետո պարզվում է, որ այդ սպասումը այդքան էլ չի կարող սպասարկվել։ Կա հարց, որ այսինքն ընդդիմություն, որը հայտարարում էր, որ մենք պլան B չունենք, այսինքն մենք ամեն դեպքում վերցնելու ենք իշխանությունը, չէ՞։ Մինչև հունիսի 7-ը եւ կա հունիսի 7-ից հետոյի ընդդիմություն, որը հայտարարում է մանդատներ չվերցնելու դիսկուրսի մեջ է մտնում, ինչը թույլատնում է իր դիրքերը, եւ երկրորդ ընդդիմության թիվ 1 ուժի առանցքային դեմքեր, որոնք հայտարարում են, որ փողոցային պայքարը ապօրինություն է եւ փողոցային պայքարը կբերի զոհերի։ Այս ամեն ինչը հաշվի առնելով ընդդիմադիր էլեկտորատը պասիվացել է։ Հիասթափվել է։ Ես չգիտեմ, գուցե ճանապարհ գտնեն հիասթափությունից հանելու։ Մյուս կողմից։ Դրա համար ասացի։ Չէ, մյուս կողմից դու կարծում կհամաձայնեք ինձ հետ, որ այնուամենայն եւ Փաշինյանի մոտ եւ ընդդիմության մոտ կա էլեկտորատի մի հատված, որը քվեարկել է միայն այն տրամաբանությամբ, որ ենթադրել է, որ այդ ուժը հաղթելու է, գալու է իշխանության։ Այո։ Հիմա Փաշինյանին քվեարկողները առնվազն հասկացել են, որ սա 50+ չունենալով էլ կարող է նակաուտի միավորներով հաղթանակը։ Այո, կարող է հասկանալ, որ 50+ չունենալով էլ սա պահում է իշխանությունը, բայց ընդդիմության այդ տոկոսը, ես չգիտեմ ինչքան է, որը ընդդիմությանը քվեարկել է զուտ ենթադրելով, որ ընդդիմությունը հաղթելու է։ Այդ տոկոսը երաշխավորված տեսա, որ ընդդիմությունը չհաղթեց։ Եթե Փաշինյանը ռեպրեսիաներով այնուամենայնիվ կառավարություն ձևավորելու կարողությամբ եւ փաստացի են հանգամանքով, որ իշխանությունն էլեկտորատի կոնսոլիդացիա իր կարանի, իհարկե այնտեղ էլ կան բանը մի հատ բազե թև իր էլեկտորատում, որ ընդդիմության ֆունդամենտալ ջախջախում էր ուզում, այդ չի եղել, որոշակի
հիասթափություն կա իշխանությունից, հենց ձեր ասած այդ գործակալական շերտերը։ Դե հա հիմա կարող է ձերբակալությունների շքերթ սկսել Հա, այդ բավարարի հետ։ դրանով այդ մարդկանց կբավարարի։ Օրինակ տեսեք Հանրապետություն եւ հանուն Հանրապետություն կուսակցությունները, այդ սատելիտները իշխանության, ինչ պահանջներ են դնում։ Ես նոր բառ եմ իրենց համար մտածել։ Էսկորտ։ Հա, էսկորտ։ Ուղեկցող Այո, էսկորտ։ Իր բոլոր Տեսեք ինչ պահանջներ են նշանակությունները։ դնում։ Իրանք մոտավորապես այդ էլեկտորալ տրամադրություններն էլ արտահայտում են։ Ասում են դրանց ամեն գնով ճնշի փագի, то մանդատներից էլ զրկի, ամեն ինչի էլ գնա, մենք օքեյ ենք, խնդիր չկա։ Այսինքն ընդդիմությունը, իշխանությունը միշտ իր ռեսուրսների ռեպրեսիվ մեկ բանին պոտենցիալի միջոցով կարա ինչ-որ բան վերականգնի իր համար։ Այդտեղ ընդդիմության խնդիրը ավելի բարդ է, որովհետև ընդդիմությունը կամ պիտի շատ անկեղծ կոմունիկացվի իր էլեկտորատի հետ, այդ թվում սխալներին թումամբ, որտեվ չի կարող միայն իշխանության ռեպրեսիայի վրա գցվի պատասխան։ Կամ պետք է հունիսի 8-ից սկսած փողոցը լիքը լիներ Դե եւ դու հանրային ճնշմամբ գնայր նոր հեղափոխական ընտրության։ սցենարը այլևս չի աշխատել եւ չի փակ է այդ աշխատելու։ թեման։ Ես ինքս սեփական, ստեղ դուք եք շատ ակտիվ մասնակից, ես էլ նես չի որ ուրիշների վրա ենք մնաց գալի, հիմա քննարկում ենք ընդդիմության վիճակ ուղղակի։ Ակտիվ հեղափոխական սցենար չի աշխատել, այդտեղ պատճառ էլ կա։ Նախ հասարակությունը մեր շատ հոգնած է, հետո որևէ այնտենց ընդդիմադիր ուժի նկատմամբ հանրային մեծ կոնսոլիդացիա շուրջ չկա։ Բացարձակ աջակցություն Այո, չկա։ որ մի հատ էլ հեղափոխական զարգացում այդ դեպքում է էլի լինում։ Սա մեկ, երկրորդը եկեք շատ անկեղծ լինենք, ընդդիմության առանցքային ուժերի կառուցվածքը հեղափոխական չի։ Այո։ Դա ակնհայտ է, այսինքն խոշոր կապիտալի ներկայացուցիչները, թեկուզ Լավ, այսպես ասենք, բացեք պատմություն եւ տեսեք, եղել է որևէ երկիր, որևէ օրինակ, որ հարուստ մարդիկ իրենց դեմքով հեղափոխություն դե են։ նման բան Չի չի լինում լինում, դա այդպես։ քաղաքագիտության նոնսենս կլինի, հատկապես որ այդ հասարակությունների մեծամասնությունը աղքատ են։ Այո։ Եվ երրորդը, որ Հեղափոխություն սովորաբար միշտ հարուստների դեմ է եղել։ Այո, երրորդն էլ դա է նա, որ այս ընտրությունները ոչ թե իշխանություն հասարակություն լիարժեք անջրբետ են առաջացրել, այլ նպաստել են աշխարհության վերջնական բևեռացմանը, երկատմանը կամ բազմաթիվ սեգմենտների առաջացման։ Բայց ընդունենք, որ իշխանություն հասարակություն ճակնել է առաջացել։ Այդ է կա։ Այդ 50-ը դրա մասին է Իհարկե, խոսում։ դա առանձին թեմա է, բայց ընդդիմությունն էլ չի կարողացել հասարակական կոնսոլիդացիայի շուրջ ապահովել։ Եվ մենք ունենք այս վիճակը։ Դա նշանակում է, որ Հայաստանում փոփոխություններ չեն լինելու, իհարկե չի նշանակում։ Ի վերջո 2017-ին էլ ենք մենք տեսել շատ համերաշխ Որոնք շատ նման է 10։ այո, ընտրություններում եւ տեսել ենք մի տարի հետո հեղափոխություն։ Բայց դրա համար պետք է ընդդիմությունը շատ գրագետ, կոնսոլիդացված, իրատեսական ճանապարհային քարտեզ ունենա, այնպիսի ռազմավարություն, որը կարողանա ռիսկերը կառավարել։ Այս ընդդիմությունը կարա դա անի, թե հասարակական տրամադրությունների արմատականացումը նոր հարթակացնելու, դա էլ է հարցը։ Չգիտեմ ես։ Այդ հարցի պատասխան, որովհետև այս ընդդիմությունը չի հաղթարել շոկը, հələ կապակցված մեսիջներ չենք լսում, այս ընդդիմությունը ինչի է գնալու։ Մյուսը, որ ուզում էի համեմատություն բերել, մենք էլ ենք ունեցել դեպք, օրինակ 1996-ին էլ վիճահարույց ընտրություններ եղան, բայց Վազգեն Մանուկյանի ընդդիմությունը չկարողացավ արդյունավետ ռազմավարություն մշակել, ակնհայտ էր էլի։ Չէ, բայց դա էլի վերջո բերես, որ Տեր-Պետրոսյանը հեռացավ։ Հա։ Ուրիշ պատճառով։ Չէ, որովհետև ընդդիմությունը չկարողացավ, ուրիշ ձևով դա դրսևորվեց։ Ընդդիմությունը եթե չգնար գոյություն չունեցող կայծակնային հեղափոխության հետևից, կապիտալիզացներ այդ ճակը, որ առաջացել էր հասարակություն, իշխանություն, հատկապես որ այն իշխանության առաջի դեմքը շատ ավելի խոհեմ ու այսպես ասենք Ոչ արկածախնդիր։ Ոչ արկածախնդիր էր, շատ հնարավոր էր ուրիշ ճանապարհով փոփոխություններ։ Հետևաբար Հայաստանում փոփոխությունները առնվազն առաջիկա տարի կեսվա կտրվածքով ակնհայտ են։ Այստեղ խնդիրն է նա
Արդյոք այս ընդդիմությունը դրան պատրաստ է, թե չէ։ Այդ իմ մոտ միանշանակ պատասխան այս բանին չունի։ Պասուրեն, որքան էլ որ մենք ինչ որ անդիմադիր ուժերի մասնակից ենք, ես առաջարկում եմ այս process-ներին օրս իմ հարցազրույցներից մեկում էլ ասացի, չնայել զուտ որպես որևէ ուժի աջակից։ Չի կարելի նման։ Նայել զուտ որպես Հայաստանի քաղաքացի ու տեսնել հնարավորություն։ Եվ այդ հնարավորությունը այն է, որ հասարակության մեծ մասը մերժել է Նիկոլին։ Դա մեկ 50+%-ը։ Եվ որ ճգնաժամ կա, եւ որ խնդիրները, այսինքն մենք ուղակի գիտենք ինչ կա։ Մեկն էլ կավելացնեի։ Եթե ներողություն, եթե փորձում ենք պահել քաղաքական ստատուս քվոն, դա ճահիճ է դառնալու։ Պետք է ուղղակի նոր դասավորվածություն լինի, նոր նոր իրավիճակ։ դասավորվածությունը ես չի գեմ, նոր ստատուս քվոն։ Շանս ստացած ընդդիմադիր ուժերը կարող են անել, թե մենք ունենալու ենք մի հատ վիճակ, որ հասարակական տրամադրությունների արմատականացումը տեղի ունենալու նոր արտակը ձևավորվելու։ Այս հարցի պատասխանը անկեղծ ասած ես չունեմ, որովհետև Հայաստան դաշինքը առաջին տեղում ունել նույնիսկ Բարգավաճ Հայաստանը, որոնք որոշակի քաղաքական հետագից ձեռագիր բան ունեն, կարելի էր կռահումներ կանխատեսումներ անել։ Ուժեղ Հայաստանի պարագայում լրիվ նոր քաղաքական միավորի հետ գործ ունենք։ Ես տակավին չեմ կարողացել հասկանալ իրենց քաղաքական միջուկն ու ձեռագիրը արդեն ձևավորված որն է, դրա համար կանխատեսումներ անելը շատ անշնորհակալ։ Ավելի շատ մասնակցային ուժի տպավորությունն է։ Իհարկե, մյուս կողմից մենք տեսնում ենք երկրորդ հնարավորություն, որ բացվել է։ Հետընտրական Նիկոլ Փաշինյանը զրո ասելիք ունի։ Այո։ Նրա բոլոր ելույթները կուլակաթափության ու մարդասիրության մասին։ Փաշինյանը այլևս նմանվել է Բրեժնևի վերջին տարիներին։ Այո, Ձանձրացնող, անհետաքրքիր, բայց շատ կարևոր իր համար բացասական տարբերությամբ դա այն է, որ համակարգ չկա։ Սովետական միությունում ամեն դեպքում ինստիտուտներ կային։ շատ հզոր ինստիտուտներ կային, որոնք Դեստեղ դա լրացնում է ավելի շուտ արևմուտքի աջակցությունը եւ Ադրբեջանի արևմուտք Թուրքիա Ադրբեջան։ այո, իրանք են Որտեղ այն լրացնում։ ինստիտուցիոնալ բացը որ կա, նրանք Դե տեսեք այդ ձեր ասած սեգմենտի այդ արևմտյան գործակալական ցանցի ակտիվացումը առնվազն նման է նրան, որ եթե նույնիսկ վերակվեարկության այս պահին չհասնեն, փորձում են կարծր դիրքորոշմամբ Նիկոլ Փաշինյանի իշխանության մեջ իրենց պայը մեծացնել։ կամ դառնալ ընդդիմությունը։ Այո, Այսինքն այս վերադասավորությունը իրենց օգտին օգտագործել, որտեղ ընտրություններով իրանք լրիվ փոշիացան։ այո։ Հիմա կարող են այս Նույնիսկ չկարացան մի քանի թազապրայք ռասկրուտ այո, կանեն։ այո։ Մոտ էին անելուն, բայց ինչ-որ դասավորություն փոխեց։ Այնուամենայնիվ այս ընտրությունները մի կողմից ճահիճ են, մի կողմից շանս են։ Հիմա կերևա։ Իդեպ, եթե նկատել եք հետընտրական փուլում իշխանության սպիկերները բացառությամբ պարտադրված մի երկու հարցազրույցի լռում են, որովհետև Իբր անդիմադիրները մեռան։ Չէ, բայց ես ավելի հենց դրան էի գալի։ Անդիմությունում ընդհանրապես լռություն է։ Այսինքն մարդիկ, ովքեր ասենք մեր տիպի մարդիկ, ովքեր կարային կանխատեսեին նաև սենց սցենար, բան չի։ Կարող լինել, սենց բան կարող է լինել։ Չեմ ասում ԲՀԿ-ի դեմ արված այլանդակությունը, սենց կոնֆիգուրացիա։ Շատ հեշտ ադապտացվել են, այդ շոկը հաղթահարել են, հա։ Բայց մարդկանց մի մասը անդ շոկի մեջ է, կարծես Հայաստանը սուպեր դեմոկրատական երկիր է եղել։ Հիմա էլ Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիր կուսակցությունից մեկին կերել է ուղիղ եթերում, զարմացել։ Ես եթե ձեզ անկեղծ ասեմ, ինձ համար ադապտացիոն շրջան պետք չեկավ էլ։ Շոկ չեղավ, ճիշտ ասած։ Ինչու, որովհետև գիտեք, տվյալները հայտնի էին ի սկզբանե։ Իհարկե, ու ընդհանրապես ասած պետք էլ չի որ շոկ առաջ։ Այսինքն չի կարելի շոկ ապրել, երբ որ մեկին գումարում ես 1, ստանում ես 2։ Իմ համար ամենամեծ խնդիրը այս ընտրությունների առաջացրած դա այն է, որ քաղաքական ինստիտուտները Հայաստանում դեվալվացված են։ Դե հիմա էդ է։ Այսինքն ունենք ճգնաժամ, որտեղ իշխանություն ունի զրո լուծում, բայց իրան հուշում են, բան են անում այդ արտաքին դոնորները, փորձում են վիճակը փրկել ու վերջո կա ռեպրեսիան, ինչպես արդեն խոսացինք, ու Նիկոլ Փաշինյանն էլ չի կանգնելու այդ հարցում։ Խնդրում եմ իմ ընդդիմադիր բոլոր ընկեր գործընկերներին, բոլոր լիդերներին ձերբակալելու եմ, մի հատ էլ դրանից շոկ չապրեք։ Այսինքն բանը, որ գիտի մարդը համարյա կանխատեսում է, զարմանում եմ, որ Չէ, որտեղ մենք այս իրավիճակում շոկ ենք ապրելու, եթե չձերբակալի։ Ահա, ասենք մտածելու ենք ինչ է եղել։ Հիմա
Ընդդիմության մոտ էլ անկեղծ ասած էլի ինստիտուտների դեվալվացիայի առայժմ տեսնում, որտեվ ես ռազմավարական արձագանք չեմ տեսնում։ Սիտուատիվ ինչ-որ արձագանքներ կան, շատ պրիմիտիվ Ընդ մակարդակ։ որում իշխանությունը կարողանում է մի շաբաթվա մեջ մի քանի սցենար փոխել, Հա։ ընդդիմությունը չէ հասցնում արձագանքել, ես չեմ ասում որ Այդ ինքը մանդատ իր սցենար վերցնելու թեման շատ պարզունակ ու արհեստական թեմա։ Առնվազն էս փուլում դա քննարկելու թեմա չի, առնվազն։ Երկրորդը կողմնակիցների փաստարկներն էլ են իմ համար ծիծաղելի են, որ պիտի գնան վերցնեն։ Ասենք մարդ կա լի իմպիչմենտից ա խոսում։ Բանի բայց ինքը վերցնում է մանդատը։ հա, վերցնում է որ իմպիչմենտ անի։ Այն ով ասում են հրաժարվեք մանդատներից, նրանք ախր փաստարկ չունեն։ Ասում են հրաժարվի, ասպես հրաժարվի, որ հետո ինչ անի։ Ասում են Դուրս եկեք փողոց։ Դե ասում են փողոց չի կարող դուրս գա։ Հիմա ասենք կամ փողոց բերող առաջնորդ չկա, հասարակությունն էլ Իմ կոչը կարծում դուք էլ կմիանաք, որ ժողովուրդը չի հիասթափվելու տեղ չունի։ Սա այո, ճահիճ է, բայց մյուս կողմից հնարավորություն։ Ես ավելի շատ նայում եմ հնարավորության։ ես էլ Որ հնարավորություն է, այսինքն Համենայն դեպս գլխավոր բանը, որ ընտրությունից հետո, որ ինձ ասել մի նախադասությամբ գնահատի ընտրություններ, ասելու եմ թակավորը մերկ է եւ իմպոտենտ։ եւ իմպոտենտ։ Շնորհակալ եմ, պարոն Սուրենյան։ Ես էլ եմ շնորհակալ։ Ես շեշտեմ զրուցում եմ Սուրեն Սուրենյանցից, տեսություն կհանդիպենք։